Երբ որ Արցախյան շարժումը սկսվեց, հայրս ընդգրկված էր շատ տարբեր գործերում, զենք էր գտնում, այդ զենքերը տեղափոխում էին Արցախ, մեր տանը պահեստ էր, զինանոց էր կարելի ասել, եւ առաջին անգամ, որ Ալազանը դարձնում էին զինվորական այսպես գործածության, մեր տանն է դա արվել եւ գյուղի տղաները բոլորը ներգրաված էին այդ գործում։ Երևի թե բախտին ժպտում է եւ ես իմ կյանքում հանդիպել եմ մեծամասամբ լավ մարդկանց ու ձեռք են բերել բազմաթիվ ընկերներ աշխարհի տարբեր ծայրերում։ Ամենադժվար պահերին իհարկե դրանք միշտ արձագանքել են, միշտ կողքս են եղել։ Արժեքները ձևավորվում են ընտանիքում եւ մեր ընտանիքում մենք փոքրից դաստիարակվել ենք հայրենասիրական ոգով։ Մեր Ուջանգյուղում 67 թվականին հայրս եւ ընկերները Անդրանիկի արձանն են դրել սովետական տարիներին, երբ որ մեր հերոսների մասին արգելված էր խոսելը, իսկ մենք գիտենք, որ մենք այդ հերոսները ունենք եւ պետք է դրանով հպարտանանք։ 90-ական թվականներին մի խումբ երեխաների հետ եկել եմ Հայաստան, պատերազմը դեռ չէր սկսվել, բայց խմորումները արդեն կային 90 թվականներին, արդեն մեզ բերել է ֆիզիկայի ինստիտուտից մի հատ մեր ընկերներից մի տղա հրավիրել է ու այն օրը, երբ որ մենք պետք է արդեն ճանապարհվեինք ու գայինք Հայաստան, այդ տղան զոհվում է ու ինքնուրույն գնացել ենք Համբերդ։ Ու մի օր տնօրենը եկավ, ասեց ձեր ժամանակը սպառվել է, 3 օրից հետո դուք պետք է լքեք, ոչ գումար ունեինք այդ մոտներս, ոչ էլ հնարավորություն այդ սարից իջնելու երեխաների հետ։ Մեր խմբից մի տղա ասեց, ստեղ մոտիկ մի հատ առողջարան կա, որի տնօրենին ես ճանաչում եմ, գնամ հələ տեսնեմ ինչ է ասում։ Մի կին էր եկել, որը հորս էր սպասում, ասել էին ինչ որ խնդիր կա, իրանք ուրիշ տեղ էին մնում, իրանք ասել էին էլ չեք կարող մնալ ու ինքը տենց խառնված չգիտեր ուր տաներ երեխաներին, իրան խորհուրդ էին տվել, որ հորս տեսնի, հայրս այդ ժամանակ Արագած մանկական առողջարանի գլխավոր բժիշկն էր։ Հանդիպեցի ցենց մի հատ մռայլ դեմքով մի տղամարդու եւ մի հատ շատ սիրուն կնոջ, հենց բոյով հետաքրքիր կառուցվածքով ու այդ տղամարդը ասում է դու ես ղեկավարը, ես փոքրոց հենց փոքր մամնու նիար մի հատ աղջիկ էի, ասում եմ հայ ես եմ, դե գնա հավաքա երեխեքիդ բեր։ Ես միշտ այդ համադրությունն եմ բանանում, հիշում, որ իրան շատ փոքր մոքր էր, հայրս էլ սենց հսկա տղամարդ էր, շատ բոյով սենց թափով ու իրանց այդ համադրությունը շատ հետաքրքիր էր ու ինչ որտեղ ծիծաղելի։ Մի խոսքով հորս պատմել էր շատ կարճ, 2 բառով ասել էր, որ երեխեքը տեղ չուներ մնալու, ասել էր եկեք։ Ավել բան չէր հարցրել։ Ուղղակի ասել էր եկեք։ Ու այդ երեխեքին պահեց։ Շատ չմնացինք, բայց այդ ընկերությունը թե երեխաների միջև, թե իմ եւ ամբողջ այդ կոլեկտիվի միջև այնքան ջերմ էր, որ այդ հրաժեշտ տալը շատ ծանր էր ու չգիտեմ ինչի իրանք մեզ սկսեցին նվերներ, ինչ որ ուտելիք էին մեր հետ դնում։ Ասում եմ բժիշկ պետք չի, մենք տուն ենք գնում։ Ասում եմ դու չես հասկանում, ձեզ մոտ պատերազմ է լինելու։ Պատերազմը սկսվեց, դե արդեն կապը կար։ Հայրս զանգել էր Իրային, ասել էր պետք է երեխեքին հանես։ Դեռ Շուշին ազատագրված չէր ու Ստեփանակերտը անընդհատ ռմբակոծությունների տակ էր։ Ասել էին չգիտենք ոնց կարանք հանենք երեխեքին, ասել էր եթե կարահանի, Իրան կարահանի։ Ու Իրայի հետ էր կապվել։ Զանգեց Ռոզա Պետրովնան ու ասեց բժիշկը ասում է եթե դու երեխաներ բերես առողջարանը բացելու ենք։ Ես չէի պատկերացնում ոնց պետք է այդ կազմակերպեմ, բայց պնդում էին։ Ես գնացի մեր ղեկավարության մոտ այն վաղտը Բաբուրյան Կարենը, Եսայան Օլեգը, բոլորին էլ շատ լավ ճանաչում էի, ասեցին մի մտածի, դու երեխեքին հավաքի, բայց այս կոմիտեի անդամների երեխաներին էլ տար, որ կարողանան հանգիստ աշխատեն։ Իհարկե այդ պատմությունները, թե ոնց Իրան դուրս բերեց այդ բոլոր երեխեքին ադրբեջանցիների հսկողության տակ դեռ օդանավակայանը, չգիտեմ ինչ ուժ ունեցել ինքը։ Զանգեցին Արցախ կոմիտեից ասեցին 3 հատ ինքնաթիռ ենք ուղարկելու երեխաներին տեղափոխելու համար։
Բայց առավոտից այդ аэроպորտում էսկոմ էին գնում ամբողջ շրջապատը թուրքեր էին, չգիտեմ, նենց վիճակում էինք, որ չգիտեինք որտեղ գնանք, ոնց անենք, շատ դժվար էր, բայց ես որոշեցի գնամ բանակցեմ թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ։ Ու գնացես, ասեցի, ինչ եք ուզում, թողեք մենք սպասենք, մեր սամալյոտները գալիս են, երեխեքին տանեք, թե չի լինելու սամալյոտ։ Կապ չկա, սամալյոտները չեն գալու, դուք կարող եք վերադառնալ տուն։ Մի հատ ռուսից թույլտվություն հարցրեցի, ասեցի ուզում եմ զանգեմ Երևան, թույլ կտաք, զանգեմ ձեր հեռախոսով, դրած հեռախոս էր։ Զանգեցի Արցախ կոմիտե, ասեցին տեղից չշարժվեց, գալիս են ինքնաթիռները։ Եկանք Երևան, բարձրացանք առողջարան։ Չգիտեմ ոնց էր հայրս սնունդ ճարում, որտեղ այդ ժամանակ սնունդ չկար։ Մի հատ տենց պատմություն կամ ինչ պատմում ենք, ծիծաղում ենք, մեր խոհարարը սիրում էր ամեն ինչ մի բան տանել իրան։ Հայրս մինչև պատերազմը բավականին խիստ էր այդ առումով, պատերազմի ընթացքում գիտեր որ անում եմ, բայց ձայն չէր անում ու ասում էր սովա ու ձայն չէր անում։ Մի օր Իրան գալիս է, ասում է բժիշկ պահեստում էլ ոչ մի բան չկա, վաղը չգիտեմ ինչ են կանելու երեխեքին, չգիտեմ ինչ բան։ Ասել էր կանչի խոհարարին կանչեց, ասեց գնա ինչ որ տարել ես, սաղ բեր, որտեղ պետք է երեխեքին կերակրենք, ասեց հա բժիշկ ու գնաց վերեց։ Այդ հացը որ կտրտում էի, որոշ երեխաներ ուշագնաց էին լինում, հացը տեսնելուց։ Հետո ես պայքարում էի, որ երեխաները այդ հացի կտորները չդնեն բարձի տակ, որ տված շոկոլադները չդնեն անկողնու մեջ, չպահեն, որ հալվում է, կեղտոտվում է անկողինը, բայց իրանք ասում էին ընկեր, մարդակերտիկ ընկեր էին, ընկեր, ես կերալում, պա իմ աղբեր սոված այնտեղ։ Հետո մեզ մոտ ավանդույթ կար, որ ամեն ամսվա վերջին մենք բոլոր այդ ամսվա ծնված երեխաների ծնունդն էինք նշում, ու բժիշկը պարտադիր խորոված էր անում, որովհետև ինքը գիտեր, որ ղարաբաղցիները սիրում են խորոված։ Շատ կապվել էինք երեխեքի հետ, դե բոլորի հետ, ճիշտ է շատերին չեմ հիշում, բայց շատերի հետ ընկերությունը կա մինչև հիմա էլ։ Ու հետո որ արդեն ցրտում էր, բյուրականում չէին կարող երեխաներին պահել, իջացրեց գյուղ։ Չկար ոչ մի բան ուտելու, հաց էլ չկար, հացը տղաները գնում էին աշտարակից էին բերում, ավտոմատը ուսերին դրած, ասեցի մի գնացեք աշտարակցիները հացը մի բերեք, ալյուր գտեք մենք հաց տղենք։ Մինչև իրանք ալյուրը գտնում էին, հաց չկար, ես երեխաներին հավաքեցի, ասեցի երեխաներ, մենք արցախցի ենք, չէ՞ հա։ Մենք կարանք առած հաց նախաճաշենք, հա, կարանք։ Հայրս բժիշկ էր, բայց շարժման տարիներին այդքան բժշկությամբ չէր զբաղվում, ինչքան զինվոր էր, հոգով զինվոր էր, Շուշիի ազատագրմանը մասնակցեց, ընդ որում մի քանի անգամ տենց լուրեր հասան, որ պետքա Շուշին ազատագրվի, որ օպերացիան սկսվելու է։ Տղաները գալիս էին, ասում էին բժիշկ, իրեն այդ մականունով էին դիմում, ասում էին բժիշկ, Շուշին պետքա գրավեն, օպերացիան եղել է, գնում ենք Արցախ։ Հայրս ասում էր, չէ, մինչև ես չգնամ, Շուշին չեն գրավելու։ Ու իրականում այդպես եղավ 2-3 անգամ տղաները գնացին հետ եկան, որտեվ հələ ինչ որ բաներ չէր եղել, եւ վերջում արդեն որ իրապես Շուշիի օպերացիան սկսվեց, ինքը գնաց Ջան Հասան Քյոսալար այդ տարածքում էր իրենց խումբը, վիրավորվեց ու չգիտեինք զոհվել է թե վիրավոր։ Մայրս եւ Իրան այդ ժամանակ մեր տանն էր ու փորձում էինք հասկանալ, դե այն ժամանակ կապի միջոցներ չկար, բան չկար, չգիտեինք ինչա, որտեվ ցուցակներում եւ զոհվածների եւ վիրավորների իր անունը կար։ Ես Ռոզա Պետրովնան ընկել էինք բանը հիվանդանոցները, մեզ թվում էր թե բժիշկը եթե վիրավոր է, պիտի գա։ Բայց մենք տեսնում ենք ինչ որ մի հիվանդանոցում, որտեղ գրած է բժշկի անուն ազգանուն, բայց բժիշկը չկա։ Ես գնացի ընկա այդ բաները, պալատները բոլորից հարցնում էի։ Մի հատ տղա կար, ծնոտը ջարդած էր, ինքը չէր կարողանում խոսալ, բայց ինչ որ ձևով բացատրում էր, այդ իր պահողն էլ շատ ինձ ծանոթ աղջիկ էր։ Ես հասեցի, ես սենց մի հատ սենց բեղերով մարդ էր, սպիտակ մազերով, սպիտակ բեղերով, բժիշկ էին իրանը ասում։
Ինքը բացատրեց, որ բժիշկը պիտի գար, բայց ինձ իրա փոխարեն ուղարկեց իրա անունի տակ, որովհետև ես ավելի ծանր էի, ասեց տղա ջան, դու ջահել ես ու ծանր է, դու գնա ես կմնամ։ Ու դրա համար մենք կարծում ենք, թե բժիշկը չկա, որովհետև անունը կա ու ինքը չկա։ Մայրս պատմում էր, այդ շտապօգնության մեքենաների արանքը կարողացել էին մտնեին ու հորս իջացնում են։ Շատ արուներ կորցրած եղել, ամբողջ դեպքը կապտած էր եղել ու ձեռքերը ցենց խաչված վրան ա եղել, մտածել են մահացած է։ Մայրս ցենց կարացել է այդ շտապօգնության արանքով մոտենա, ձեռքը դրել է, ասել է հարուտ, հայրս աչքերը բացել է, դե ինչ ասի, մայրս հարցրել է ո՞նց ես, ասել է ինձ ինչ ա եղել, որ այդ իր ամենա խոսքն էր, ինձ ինչ ա եղել, որ տղաները գալիս էին ամեն օր բժշկի այցելության ու բժիշկը ասում էր Ռոզա սեղանդիր, շատ էր սիրում ուջանցիները շատ էին իրան սիրում։ Այս տունը անընդհատ լեփլեցուն էր ժողովրդով։ Դեստեղ մարդիկ հավաքվեցին, ուրախություն էր, համ Շուշին էր ազատագրվել, համ հայրս ընկերները ողջ էին, բոլորը մասնակցել էին Շուշիի ազատագրմանը, ստեղ մեծ քեֆ արեցինք, այսպես ասած։ Հիշում եմ հորս հարցրեցին, քեզ պետք էր գնացիր Արցախի համար, հենց այդպես հարցրեցին, ինչ որ մեկը տենց ռիսկ արեց հարցրեց, որովհետև հայրս շատ խիստ էր այդ առումով ու ինքը ասաց դուք չեք հասկանում, ասաց ես Արցախի համար չեմ կռվել, ես իմ երեխու համար եմ կռվել, եթե ես այսօր Արցախը չպահեմ, վաղը թուրքը մտնելու է իմ տուն ու ինքը շատ ճիշտ էր։ Ես հիմա, որ պատերազմի միջով այդ անցանք, այդ ամեն ինչը տեսա, անընդհատ իր այդ խոսքերը ականջիս մեջ էր։ Երբ որ 44 օրյա պատերազմը սկսվեց, հենց առաջի արկը ընկավ քաղաքի վրա, անուն զանգեց։ Իր ինչ եք անում, ասում են պատերազմ է սկսվել անուն, գիտեմ, երեխեքին հավաքի, ասի չգաս, Սոսոյի հետ գալիս ենք, այ աղջիկներ չգա քրմբակոծվում, չլսեցին ինձ։ Եկան, մեզ հանեցին, երեխեքի, ինչքան երեխա կար այդ բարեկամության մեջ հավաքեցի, մեզ հանեցին, 2 ժամ քնեց, նորից վերադարձավ Ղարաբաղ։ Ու տենց մի ամիս ամեն օր ինքը դեղորայքը բերում էր, մարդկանց հանում էր։ Իրականում պատերազմից հետո ես սկսեցի փաստահավաք խմբի հետ աշխատել եւ պատերազմական հանցագործություններն էի արձանագրում ու գնացի Խրամորդ, երբ որ Փարուխի ու Քարագլուխի դեպքերը եղան, գնացի ու ընկերներիցս մեկի հորը հանդիպեցի, ով Խրամորթի երեխեքին էր այդ ժամանակ բերել, պարզվեց, որ այդ ընկերս զոհվել է 16 թվականի ապրիլյանին, այցելեցի նաև իր աշիրիմին, մի տեսակ շատ հետաքրքիր էր իմ համար այդ Խրամորթ այցելությունը, մի կողմից այդ մանկությունն էր ու ինձ կողմից չկար։ Աղջիկները չգիտեին ինչ անեն, որ մեզ համար լավ լինի։ Չգիտեմ, երևի պետք չի այդքան ասել, որովհետև մի խոսքով մենք շատ հարազատ ենք, ես իրանց իմ երեխաներից չեմ տարբերում ու ես շատ երջանիկ եմ, որ իմ կյանքում հանդիպել եմ այս ընտանիքին ու նման մարդկանց, շատ նման մարդկանց եմ հանդիպել ու երբ որ ասում են հայաստանցի, ղարաբաղցի, չգիտեմ ինչ, ես դա չի տեղավորվում իմ գլխում, որովհետև եւ առաջին պատերազմում մեծ խմբերով որ գալիս էին տղաները կռվելու, գալիս էին մեր տուն, մենք իրանց որպես հարազատներ էինք ընդունում։ Մենք գալիս ենք ստեղ Սուջանը մեզ համար հարազատ գյուղ է, ստեղ ամեն մեկը մեզ սպասում է իրանց տանը։ Ես հույս ունեի, եթե ես այդ հույսը չունենայի, ես չէի գնա։ Ես հիմա էլ կարծում եմ, որ մենք կարանք հետ բերենք ու մենք պետք է հետ բերենք։ Իմ համար ամենաանտանելի միտքը հարմարվելն է։ Մենք շատ հեշտ ենք հարմարվում։ Մենք հարմարվեցինք Շուշիի կողքով անցնելուց, ադրբեջանցիների կողքով, բայց ոչինչ Ստեփանագերտ գնալուց։ Մենք չհասցրեցինք պայքարել, որ Շուշին նորից հետ բերենք ու ամբողջ Արցախը կորցրեցինք։ Ես հիմա էլ եմ պայքարում։ Ես ամեն օր փորձում եմ ինչ-որ բան անեմ, որը մի քայլ կմոտեցնի մեզ դրան։ Ես չեմ հաշտվում։
Նամակները վկայում են այն մասին, որ ճամբարը եւ առողջարանում մնալը դրանով ամեն ինչ չի եզրափակվել եւ հետո էլ շարունակել է կապ պահել տարիների ընթացքում երեխաները պատմում էին ինչ իրավիճակ էր Արցախում, ինչ են իրենք զգում ու ամենտեղ գրեթե զգացվում էր այդ Արցախի եւ Հայաստանի միասնությունը, որ այդ միացմամբ մենք կարող ենք հաղթահարել այդ դժվարությունները։ Պահպանել եք այս նամակները, ընթերցում եք ընդհանրապես, հիշում եք երեխաներին։ Իրականում շատերին չեմ հիշում, իմ համար երևի այդ Արցախի երեխաները տենց մի հավաքական ինչ-որ կերպար է։ Ընկերներ ու իհարկե ունեմ Արցախից հենց մանկությունից, բայց կոնկրետ այս նամակի հասցեատերերը, այսպես ասած, չեմ հիշում բոլորին։ Օրինակ, ստեղ կա Խրամորթից Առաքելյան Գալինա, Հարությունյան Ալինա, Ոսկեվազից Ասկերանի շրջանի, չեմ հիշում։ Հետաքրքիր կլինի երևի մի օր հանդիպել։ Այդ առողջարանը ոչ թե մենակ այն տեղներ, որտեղ երեխաները իրենց անվտանգ էին զգում ու ապահով, բայց նաև այդ միավորման ինչ որ օջախ էր, որովհետև բազմաթիվ երեխաներ կային այդ խմբերում, որ առաջին անգամն են հատել Ղարաբաղ Հայաստան սահմանը ու առաջին անգամն են եղել հայաստանցիների մոտ ու հակառակը կային հայաստանցիներ, որ առաջի անգամն են տեսել ղարաբաղցիներին ու դա տեղի է ունեցել բյուրական առողջարանում, Արագած մանկական առողջարանում ու տեղ այդ մթնոլորտը, որ ստեղծվել է շնորհիվ Բժիշկ Հարութին եւ Ռոզա Պետրովնային, նպաստել է նրան, որ մարդիկ իրար ավելի լավ են ճանաչել, մարդիկ իրար հետ շփվել են, բարեկամացել են ու ես գտնում եմ, որ մենք պիտի ամեն ինչ անենք, որ այդ ինտեգրումը, որ այդ իրար հետ ընկերանալը, նոր ընկերներ, նոր բարեկամներ ձեռք բերելը լինի սահուն եւ բոլորի մոտ դա տեղի ունենա, որովհետեւ դա շատ կարեւոր է։ Մենք եկել ենք մեր մեծ հայրենիքը։ Գիտեք, ի սկզբանե հենց այդ կապը, որ ծնողները ստեղծել են, հենց այդ մեր ինքնության ու մեր ազգային արժեքների պահպանման արդյունք է եղել։ Այսինքն նույնիսկ մեր ընկերությունը, եթե կողքից կթվա հասարակ ընկերություն, իրականում հենց այդ արժեքների պահպանումն է։ Ու չգիտեմ, իմ համար դա մի բան է, որ իմ մեջ կա, ես առանց դրա չկամ։ Դա ոչ թե ես եմ որպես կերպար, այլ հենց մեր ազգային ինքնությունը իմ կերպարի մեջ է պահին ու մեր ընկերության մեջ։ Երևի թե պետք է դիմանալ ու սպասել, որ ավելի բարենպաստ պայմաններ կստեղծվեն բոլորի համար, ոչ միայն արցախցիների համար, այլ բոլորի համար, որ կարողանան իրանց գիտելիքները, իրանց կարողությունները այդ մարդիկ կարողանան ներդնեն Հայաստանում։ Մտածում եմ, որ պետք է մի քիչ սպասել եւ տա Աստված ամեն ինչ անպես դասավորվի, որ մարդիկ կարողանան այստեղ շարունակեն ապրել, գոյատևել եւ արարել։ Ես գտնում եմ, որ ճիշտը դա է։ Ես մի շատ ծանր եմ տարել, երբ որ հայերը լքում են Հայաստանը։ Նույնիսկ ընկերներից մեկը, որ գնում էր Ամերիկա, զանգեց ինձ այնպես ներողություն էր խնդրում, ասում եմ, բայց ես ոչ մի մեղադրանք բան չունեմ քո նկատմամբ, ասում էր, չէ, ես գիտեմ, որ դու դժվար ես դա տանում։ Նույնը հիմա է։ Ես ծանր եմ տանում, որ արցախցիները հասկանալով բոլոր դժվարությունները, ինչի միջով իրենք անցել են, բայց ես գիտեմ, որ իրենք շատ ուժեղ ժողովուրդ են, շատ ուժեղ հայի տեսակ են, որովհետև այն բլոկադաները, ոչ թե մի բլոկադան, որ իրենք են տարել, այն ամեն ինչի միջով, որ իրենք են դուրս եկել 90-ականներից եւ դրանից առաջ սկսած ու մինչեւ հիմա ապրում են ու արարում են, իրենք ամեն ինչ կարող են եւ մենք ամեն ինչ կարող ենք։ Անձամբ ես ավելի ամուր եմ զգում ինձ, երբ որ ես Հայաստանում եմ եւ հուսով եմ, որ արցախցիներն էլ այդ ամրությունը կզգան իրենց ոտքերի տակ։ Իրականում ես այն հույսով եմ, որ մի օր վերադառնալու ենք Արցախ ու այդ մի օրը շատ ավելի շուտ պետք է լինի։